Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Իմ բաժինը դու ես, Տեր, Սաղմոս 119:57 Նայիր քո ունեցվածքին, ով հավատացյալ, և համեմատիր քո բաժինն ուրիշների վիճակի հետ, նրանցից ոմանց բաժինն իրենց դաշտն ու այգին է, նրանք հարուստ են, և նրանց բերքն իրենց ոսկե շահույթ է ապահովում, բայց ինչ է այդ բերքը քո Աստծո համեմատ, ով ամեն հունձքի Աստվածն է, ինչ են լիությունից պայթող ամբարները նրա համեմատ, ով քո ամուսինն է և քեզ երկնային հացով է կերակրում, ոմանց բաժինն էլ քաղաքի մեջ է, նրանց հարստությունն առատ է և մշտապես հեղեղի պես հոսում է, մինչև նրանք իսկական ոսկու շտեմարան են դառնում, բայց ինչ է ոսկին համեմատած քո Աստծո հետ, դու չէիր կարողանա ապրել դրանով, քո հոգևոր կյանքը չէր կարողանա հարատևել դրանով, դիր այն քո տանջվող խղճի վրա, միթե այն ի վիճակի է մեղմացնելու դրա ցավերը, կիրառիր այն քո հուսահատ սրտի վրա և տես, արդյոք այն կարող է դարմանել քո միայնության հառաչանքը կամ փարատել քո վշտերից գոնե մեկը, սակայն դու Աստված ունես և նրանում շատ ավելին ունես, քան ոսկին ու արծաթը երբևէ կարող են գնել, ոմանց բաժինն էլ այն է, ինչ գրեթե բոլորը շատ են սիրում, ծափահարություններն ու փառքը, բայց հարցրու ինքդ քեզ, միթե քո Աստվածն ավելին չէ քեզ համար, քան դրանք, հետո ինչ-որ բյուրավոր մարդիկ փող հնչեցնեն և բարձր ծափահարեն քեզ, միթե դա կարող է պատրաստել քեզ, որ անցնես Հորդանանը կամ համարձակ ներկայանաս Քրիստոսի ատյանի առջև, ոչ, կյանքում կան վշտեր, որոնք հարստությունն ու փառքը չեն կարող ամոքել, և դրանք չեն կարող ապահովել քեզ համար այն, ինչի կարիքը կունենաս մահվան ժամին, բայց երբ Աստված ինքն է քո բաժինը, դու ավելին ունես, քան մյուս բոլորը միասին վերցրած, նրանում քո բոլոր կարիքները բավարարված են, թե կյանքի, թե մահվան համար, Աստծուն ունենալով որպես քո բաժին, դու հիրավի հարուստ ես, քանի որ նա կբավարարի քո բոլոր կարիքները, կմխիթարի քո սիրտը, կփարատի քո վիշտը, կառաջնորդի քո ճանապարհը, քեզ հետ կլինի խավար հովտում և քեզ ապահով տուն կհասցնի, որպեսզի դու հավիտյան վայելես նրան, որպես քո բաժին, ես շատ ունեմ, Ծննդոց 33:9 ասաց Եսավը, և սա լավագույնն է, որ աշխարհիկ մարդը կարող է ասել, սակայն Հակոբը պատասխանեց, ես ամեն բան ունեմ, Ծննդոց 33:11 և սա չափազանց բարձր բան է մարմնավոր մտքի համար։